Այսօր մենք կանգնած ենք մի պատմական ջրբաժանի առջև, որտեղ լռությունը հավասարազոր է պարտության, իսկ անտարբերությունը սեփական անցյալի և ապագայի ուրացման։ Մեր երկիրը գտնվում է մի հորձանուտում, որտեղ պետությամբ և պետականության հիմնասյուները խարխլված են, իսկ հասարակական հույսը մաշված։ Այս ճգնաժամային հանգրվանում մեր առաջնահերթ և անհետաձգելի քայլը պետք է լինի իշխող վարչախմբի հեռացումը։ Մի վարչախումբ, որն իր ձախողված կառավարմամբ և անհեռատես քաղաքականությամբ մեզ կանգնեցրել է գոյաբանական սպառնալիքի առջև։ Սա սոսկ իշխանափոխության պահանջ չէ, սա պետական մտածողության վերականգնման և ազգային արժանապատվության վերադարձի հրամայական է։ Մեր տեսլականը խարսխված է այնպիսի արժեքների վրա, որոնք ձևական լոզունգներ չեն, այլ պետության կենսունակության երաշխիք։ Մենք պարտավոր ենք կառուցել իրական, իրավական պետություն, որտեղ օրենքը ոչ թե մահակ է իշխանության ձեռքին, այլ վահան քաղաքացու համար։ Այս ճանապարհին անկյունաքարային է իրապես անկախ դատական համակարգի ձևավորումը։ Միայն այդ դեպքում, երբ դատավորը կծառայի բացառապես արդարադատությանը և ոչ թե օրվա քաղաքական կոնյուկտուրային, մենք կկարողանանք խոսել արդարության մասին։ Սա է այն բովանդակային ժողովրդավարությունը, որին մենք ձգտում ենք, ոչ թե ամբոխահաճություն, այլ գիտակից քաղաքացիների մասնակցային կառավարում։ Սիրելի ժողովուրդ, մեր բարեփոխումները պետք է արտացոլվեն նաև մեր արտաքին կեցվածքում։ Հայաստանը պետք է դադարի լինել միջազգային հարաբերությունների օբյեկտ և պետք է դառնա լիարժեք սուբյեկտ։ Մենք որդեգրելու ենք միջազգային ասպարեզում արժանապատիվ կեցված, որը հիմնված է ազգային շահի և փոխադարձ հարգանքի վրա։ Մենք կերտելու ենք ամուր բանակցային դիրքեր բոլոր գործընկերների, հատկապես հարևանների հետ։ Խաղաղությունը ձեռք չի բերվում այն մուրալով կամ զիջելով։ Խաղաղությունը պարտադրվում է ուժով և խելամիտ դիվանագիտությամբ։ Մեր բանակ հայի կամքը և հայկական պետության անխոցելի շահը։ Այս վեհ նպատակների շուրջ համախմբվել ենք և մեր ուժը իրոք համախմբվածության մեջ է և այդ ուժի մարմնավորումն է ուժեղ Հայաստան դաշինք ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Փառք մեր անմահ հերոսներին, կեցցե հայ ժողովուրդը և հավերժ փառք մեր պետականությանը։ Շնորհակալություն։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։